Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ, կխնդրեմ հաղորդման ընթացքում չմոռանաք ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ես շատ դժգոհ եմ անցյալ վիդեոյի ձեր ակտիվությամբ, դուք այսպես եք գնահատում, ուրեմն իմ աշխատանքը, հա, այս օրը օր ու գիշեր պայքարում եմ այս հակահայ մարդկանց դեմ, ովքեր որ քարոզչություն են տանում, պատերազմ են տանում քարոզչական դաշտում Հայաստանի դեմ, հա, սրանց դեմ եմ դուրս գալի, սրանց ինչ ասում եմ, իսկ դուք ալարում եք մի հատ լայք սխմեք, հա, ես շատ դժգոհ եմ, ճիշտն ասած, եւ հայտնում եմ իմ դժգոհությունը, որ այդքան մարդ նայում է, բայց լայք չի դնում, բայց մենք չենք ընկճվում, խնդրեմ լինեք ակտիվ, քանի որ հիշեք, որ միայն դուք ձեր ակտիվությամբ եք տարածում իմ եթերները, դուք միայն ձեր ակտիվությամբ եք գնահատում իմ աշխատանքը, հա, ես գումար չեմ ուզում, ոչ մի բան չեմ ուզում, ես ուզում եմ, որ դուք գնահատեք աշխատանքը, իսկ ձեր գնահատելու համար ընդամենը 1 վայրկյան է պետք, որ այդ լայքի կոճակը սխմեք, ընդամենը այ հենց հիմա մի հատ այդ լայքի կոճակը սխմի, քանի որ մեր ու իմ ընդհանրապես հաղորդումները ուղղված են միայն Հայաստանի Հանրապետության բարերության եւ անկախության պահպանման համար, ոչ թե ինչ-որ ուրիշ նպատակ իմ եթերները չունեն։ Ինչպես տեսակ, այս մելքի հաչացողները արդեն ավարտվեցին, հա, այն, չգիտեմ, Դուբինա, միջև էտել են Սալավյովա, էսա, այնա, շունա, շենգալա, այդ մելքիները պրծան, տեսան չի աշխատում, իփարք Հայաստանի Հանրապետության եւ իփարք այն մարդկանց, ովքեր որ ինչ որ կերպով հակազդում են, կարողացան պատվավոր պատասխան տալ, կարողացան հակազդել եւ չթողել, որ իրանց տարածած քարոզը վախը տարածվի հայ ժողովրդի մեջ եւ ոնց որ տեսակ իրանք էլի ներդրեցին այն, որ ասում է ծանր հրետանին։ Ով է տեսել այս աշխարհի վրա, ժողովուրդ ջան, ով է տեսել, որ գերտերության, հա, այն էլ ատոմային գերտերության արտաքին գործերի նախարարը հելնի ու խոսա ինչ-որ մի հատ փոքր երկրի, փոքր քաղաքի քաղաքապետի մասին։ Դուք պատկերացնում եք, այսինքն դուք պատկերացնում եք մենք ինչ իրավիճակում ենք, հա, որ այդ ժամանակին եթե դուք այն որ ասում էին կու Դավիթ Զենիցից, հա, մտում դուք ումն եք պետք, ուր եք փախնելու, հա, դուք ոչ մեկին պետք չեք, մենք ենք մենակ ձեզանով, որ ասում ասկի հետաքրքրված չենք, պրոստը մեղքներս գալիս եք, տիրություն ենք անում, այս սրանց ասածը ժամանակին էս էր, այն էլ տեսան, որ մենք լավ էլ տեղ ունենք գնալու, հա, ու լիքը հետաքրքրվածներ կան մեզանով, հմիլ ոտու ձեռ են ընկել, չգիտեն ինչ անեն։ Տեսան մելքիները չանցավ, սրան առաջ բրցին, բայց ամենահետաքրքիր պահը գիտեք որն է այս ամեն ինչի մեջ։ Ոնց որ ես այդ անցյալ վիդեոյի մեջ ասեցի ու ցավոք սրտի այդ անցյալ վիդեոն ինչ որ նես չակտիվացավ այնպես ինչպես որ ես կուզենայի, իսկ այդ ակտիվացնելու համար կրկնում եմ ձեր լայքերն են պետք։ Այդ անցյալ վիդեոյի մեջ ես ասեցի, չէ, որ այդ ոնց հալնում, հա, որ ով ինչ խոսում անդե, չգիտեմ, ելնում պատասխանում են մթոմ Էսյանեյան, ազգայինականները ու մթոմ ճակերտների մեջ, էլի, բայց այդ ոնց էլա, որ այս սրանք որ խոսացին, հա, սրանց հեչ արա, սրանք էլի գիտենք մեր թշնամիրն են, մեզի չուզողներն են, հելնում խոսում են, բայց այն հայի ազգանունով անբարոյականները, որ հելնում սրանց պաշտպանում են, հա, փորձում են արդարացնեն սրանց հակահայ եւ հակահայի պետականության այս խոսույթները, որ բացահայտ ասում են դուք պետք է չունենաք արա պետականություն, հա, սրանց ոչ մեկ չի հելնում, չի արձագանքում։ Բացենք այդ ոնց եղավ որ դուք ցենք կամ դուք բան եք, ազգայինական եք ու սրանց չեք հելնում, հա, պատասխանում։ Չեք հելնում, ասեք, արա, էս ինչ չան։ Քու տիրունանը, էս ոնց ես դու հելնում սրան պաշտպանում։ Կամ քո ղեկավարը չէր որ գնացել էր Թուրքի գերեզմանին չոքել էր, արա։ Հա, կամ էս ինչ են սրանք ասում, որ դու էլ արդարացնում ես, նախ էլ ասում են գցենք դուք, հա, դե որտեղ մի քանիսն են, հա, նես չի որ մի օքի չի։ Կամ սրանք որ հելել են մեր հակապետության դեմ բաներ են խոսում, կամ ռազմական ուժից են խոսում, որ Հայաստանում պետք է, այսինքն ռազմական ուժի վախտով է զոհվելու հայ մարդիկ, չէ, հայ տղաները, հենց ազգայինականները, հա, առաջի ուդարը իրանք են, չէ, ուտելու մեր բանակը, ճիշտ է, եւ մեր պետականությունը, մեր պապերի երազանքն է եղել հայի հայոց պետության անկախությունը եւ պետականությունը մենք գիտենք որ երկար տարիներ զրկված ենք եղել պետականությունից եւ անկախությունից ոչ մեկ ձեն չի անում արա ոչ մեկ այս եմ ես այս արդեն երկրորդ վիդեոն ապնդում արա բա խոսացեք արա
Խոսացեք, հելեք ասեք սրանց, ինչի՞ չեք ասում։ Թողել եք մենակ բանը, ընկել ենք մենք ենք ասում մենակ այս բլոգերներս։ Մենք էլի կասենք, չկասկածեք, տենց վիդեո համարյա չի լինելու, որ ես սրանց այն որ ասում դեմքին չթռնեմ, կոպիտ ասած։ Կներեք խոսույթիս համար։ Բայց դու չեք ելնում։ Այդ որ ձեր եթերներում ընդեք ֆուր քյաֆարները անպակասալնում կամ չգիտեմ ամեն ինչ որ մի բանի հելում ուզում եք արձագանքեք, բա հելեք սրանց արձագանքեք։ Էսի սենց կարևոր դեպքեր, ուրեմն 10 ովչիկներ Հայաստանի այն 10 ովչիկները, որոնց համար ես ունեմ հատուկ թողարկումներ, իմ հետևորդները հաստատ տեսել են։ Էլի մթոմ ճակերտների մեջ ասած ազգայինական։ Հիշում եք, Արշակը, որ այդում էր նկարում էր, բան իր համար հատուկ վիդեո ունեմ, բան, ես մի չանդրադառնամ։ Էսի մթոմ ազգայինականա, չէ՞, այդ գլխակը դնում է, բան, հա։ Այն բացի նրանից այն ինչ որ ես որ ասել եմ, հա, իր համար, իր մասին, հա, այդ Արշակի։ Հիմի ասում եմ, բա այս ռսներին ու այս ռսի հա էլի այս ռսի շներին ինչի՞ չեք ելնում պատասխանեք, արա, բա ձեր ազգայինականությունը որտե մնաց, այդ հայրենասիրությունը այդ գլխակիդ մեջ մնաց, հա, ձեր չի տալի, բա սրանց ինչի՞ չեք ելնում, այ որ ասում եմ սրանք 10 ովչիկ են, էսի ընդեն Գյումրիից բանը կար մի հատ դերասան կար, այն որ խափե ժողովրդի ձեները տարավ, դերասանա երկիչա, չգիտեմ, բույս կա մի հատ, էդի, ոբշեմ այս օբշակը ռսի թաշտից sense ուտողը հայոց պետականությունը խեղճացնողը, թալանողը, հայ ժողովրդին արտաքսողը իրանց երկրից, որտեղ իրանք նենց են անում, նենց են ստիպում, որ հայ ժողովուրդը արտաքսել է իր երկրից, ոչ թե թողե գնացել, այ արտաքսել է, փախել են արա մարդիկ, միլիոնից ավել մարդ է փախել այդ երկրից, փախել է անարդարությունից, ինչը որ եղել է Իրան ժամանակները, հենց իրանք հələ մի հատ էլ էդի իրանց օկտին էին աշխատացնում, այդ նույն Արշակ այդում տրոսիկ, ասում էր տրոսիկ չկա, եկեք տրոսիկ բերեք բանում, սաղման փոխաբերական իմաստով եմ էլի ասում, տրոսիկի չէր ասում, բայց ասում էր մայկա չկա, մայկա ղրգեք։ Հերադիտակ եղած ինչ է, հերադիտակ չկա, դա իրա սիրած կառավարության պահած բանակներ, որ պետք է Արցախը պահեր, հա։ Ու համի հելնամ սրանց նրա խոսում էսի մեր երկիրը ծախե ժողովրդյան էսի մեր երկիրը կերավ այս սրանք որ ասում են հեսա գալու ենք մտնենք երկիրը ծաղի տատենք կուկու լալա կումանբա մի հատ բերանը չի ֆռում հելնի էլի ասի արալը հոպ ինչա որ է լավա վատա էսա չգիտեմ Նիկոլ Նաևա կապ չունի արա դուք էսում երկիրն եք գալի ուզում ռազմական ինչ որ գործողություն կատարեք այդում պետականությունն եք ուզում տապալեք արա չհասկացա դուք ով եք Բան են, հայրենասեր են, բան են, անուն ինչ հայրենասեր չէ, նոր էի ասում է, դուք ասեք, ազգայինական են, ազգայինականից ես բանը ջուրը կարնի բերանը կնստի, իլ կասիար առաջինը ես եմ լնելու քեզի դիմավորողը սաղմանին, հլե եկեք տենամ, առաջինը ես եմ լնելու ձեզի դիմավորողը զենքով, հլե եկեք տենամ ոնց եք գալի, բայց չէ, Բերանները ջուր են առնում այս 10 ովչիկները ու նստում են։ Իսկ ինչ վերաբերվում է Գյումրի Վարդան Ղուկասյանին, արդեն դեմքը ճղվավ։ Դեմքը ճղվավ առանց ոչ մի բան անելով։ Մարդիկ աշխատում են ոչ հայանպաստ ուժերի համար, հատուկ նպատակով աշխատում են։ Սա մեղադրանք չի, սա չգիտեմ ինչ որ շարբազություն չի։ Ես ասում եմ, այն ինչ տենում եմ, ախպեր ջան, եթե քո համար հելնում է, խոսում է Գերտերության երկրի արտաքին գործերի նախարարը, դու պատկերացնում եք ինչ որ Հայաստանը խոսա ինչ որ մի երկրի Հայաստանի արտաքին գործերի նախարարը հերնի խոսա, չգիտեմ, ինչ որ երկրի լինի գերտերությունը լի ինչ որ երկրի բանը քաղաքապետի մասին ինչ որ մատ փոքր քաղաք, դե իրանց համար Գյումրին ինչ է փոքր քաղաք է։ Այ հասկանում եք ինչ է կատարվում։ Այս մարդիկ ընդհանրապես ցանկություն չունեն, որ մենք ունենանք պետականություն, մենք պետք է լինենք ռաբի կարգավիճակով։ Ես էլի եմ ասում։ Ուրեմն այս սրայ սալավիով, մալավիով դրանց պատասխանները ես կարծում եմ, որ հենց պետք է բաները տան, ժուրնալիստները տան, հա, լրագրողները բան։ Բայց այս հայ ազգանունով տականքները, որ սրանց հելնում պաշտպանում են Այ դրանց պատասխանը պետք է իրականում, հա, ինձի հերթ պետք է չհասներ, պետք է ազգայինականները հելնեին, թռնեին սրանց դեմքերին։ Իրանց վիդեոներով, լայվերով եւ այլն։ Եվ այստեղ հարցեր առաջանում, հիմի կամ այս մարդիկ տեղյակ չեն, կամ ձեռ չի տալի, հա, ինչ որ կարող է։ Ինչի, նորմալ չի։
Ինձ համար նորմալ չի այս ամենը, որտեվ ազգայնականի թիվ 1 գլխավոր նպատակը պետք է լինի, թիվ 1 է, թիվ 1 չկա իրան ավելի բան։ Առաջի հերթին պետք է լինի Հայաստանի անկախությունն ու պետականությունն, այսինքն Հայաստանի անկախ պետականությունը։ Դա թիվ 1-ն է։ Դրանից հետո նոր բխող դրա շահերին, որտեվ այ մնացած քայլերը ինչը որ պետք է անի, պետք է լինի անկախ Հայաստանի անկախ պետականության շահերին բխող քայլեր։ Բայց ըստ է Հայաստանի անկախությանը եւ պետականությանը սպառնում է։ Ջոգում եք սպառնում են, ասում են արա հեսա գալու ենք մտնենք ձեր երկրում, մենք մեր ձևով հարցերը լուծենք։ Այս մարդկաց ձենը չի հելնում։ Այս մարդկաց ձենը չի հելնում։ Էսի սենց։ Հիմա իհարկե ես ուզում եմ ողջունել մեր արտաքին գործերի նախարարությունը, որովհետև սես բան հələ չէր եղել, որ հայոց չէ, ասենց ասեմ, անկախ մեր պետականության ընթացքում, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեր արտաքին գործերի նախարարությունը ասենց հստակ պատասխանի, հա, կամ գոնե ես չեմ հիշում, եթե սխալվում եմ կներեք, ես բայց չեմ հիշում։ Սա ցույց է տալի, որ գիտեք ինչ կա, մենք ձեր ճորտը չենք, մենք Սերժի Քոչարյանի են վաղտվա Հայաստանը չենք կամ Լևոնի, որ բերանները ջուր կառնեին ու կնային երևի դեմքներիդ կամ ըսկի իրանց էշի տեղ գտնեին, հա։ Ճիշտում եք, չէ, որ Յումրիում նույն ռուս զինծառայողը մտավ ընտանիքին, ողջ ընտանիքին գնդակարեց, հմիտ զինծառայողը ուրա։ Մեկը գիտի, չէ, որտեվ ինչ հարին տավին բանին, ռուսին, վեկալան տավին չդատին, որ պետք է դատվեր Հայաստանի Հանրապետությունում, չէ, վեկալան տավին ռուսին։ Այսպես եղավ։ Հիմա պատասխանին եւ ասին, գիտեք ինչ կա, այդ ձեր հայտարարությունները, հա, սա միջամտություն է մեր պետականություն, մեր ներքին քաղաքականություն, այսինքն դուք ով եք արա, որ սենց հայտարարություններ եք անում։ Եվ սա կդիտարկվի որպես միջամտություն եւ սա քաղաքական ապտակ է Ռուսաստանին, որի համար շնորհավորվում եմ մեր արտաքին գործերի նախարարությանը եւ իհարկե հատուկ կերպով Արարատ Միրզոյանին այս հարցի համար, հա։ Խոսքը հենց այս հարցի մասին է։ Ինչպես է աշխատում ռուսական քարոզչությունը։ Ավելի ճիշտ, գիտեք, այսպես եկեք ձևակերպենք, որ ռուսական հզոր զենքերը դրանք այդ իրանց ռակետները չեն, չգիտեմ, տանկերը, հրթիռները, դրանք չեն, ժողովուրդ ջան։ Ռուսական գլխավոր զենքը այդ իրանց քարոզչությունն է։ Սրանք այդ իրանց քարոզով իրանք կարողացել են երկար ժամանակ ժողովուրդներ պահել, հա, այդ իրանց ազդեցության տակ։ Իրանք միջև մի իրանց երկրներում, գիտեք, ռեսպուբլիկաներ կան, որտեղ որ իրանք այնպես քարոզներ են տարել, որ այս մարդիկ գիտեն թե ռուսները իրանց փրկիչներն են, բայց իրականում ռուսները այն մարդիկ են, ովքեր եկի իրանց պետականությունը վարի են տվել, մշակույթն էլ հետը, հա, ու իրանց զորով պահում են Ռուսաստանի կազմում, հա, ու թույլ չեն տալի, որ այդ ժողովուրդները հանգարց ունենան պետականություն կամ անկախություն։ Այդ ձև քարոզով այս մարդկանց սենց պահում են։ Եվ այս նույն կերպ եղել է իհարկե սովետի ժամանակ եւ սրանք ամեն կերպ ուզեցել են այդ երկրների ժողովրդին քարոզով պահել։ Մեր դեպքում դե գիտեք թուրքը մենք չլինենք թուրքը կլինի եւ այլն, ամեն մեկին ինչ որ մի ձև ունեցել են տես խափելու, քարոզելու, մենք ձեզ փրկեցինք, հա, մենք ձեզ տեր կանգնանք, թե չէ սենց, թե չէ նես, բայց մոռանում են, որ մեր հողերի ծախողի անունը ռուսն է, հա, ռուսներն են մեր հողերը ծախել եւ միջև վերջերս էլ հենց Արցախն ով ծախեց ռուսները, հեսա քել ենք ասեն, այ կռվեք, բայեք, այդտեղ այդ որ ռուսները զրանց հələ չզինեին, թեվուտիկուն չլնեին, դաբրոն չլներ, հələ տենամ սրանք հային ոնց էին ախտելու, հələ ռուսի դաբրոն չլեր տենամ Թուրքիան, ոնց էր զորք բերելու կողեր Ադրբեջան, չէ որ սա ռուսի տարածքներ, հա, ասենց ասած, բա ընդ կռիվ էր անում ու միջև մի Ուկրաինայում չէ կռիվանը, որ հանգարց ՆԱՏՕ-ն չմոտենա իր սահմաններին, բայց ոնց եղավ որ թողեց որ ՆԱՏՕ-ի զորքերը անցան Արաքսը, հա, եւ մտան արդեն մեր տարածաշրջան, հա, այս դեպքում եկան Արցախ։ Բայց ոնց է լավ, հələ էդի քիչ է իրանց էլ քացով տվին որներից ընդից սա արեցին։ Այս ամեն ինչը սա ռուսի դավաճանական եւ հակահայ պետական խաղերի մեջ է եւ սրանց հայ ազգանունով սրանց պաշտպանողները եւ արդարացնողները մինիմում ամբարոյական են մի բան էլ ավելի ես ուղղակի իմ եթերը չեմ ուզում փչացնեմ բայց դուք այն ամիշքան վատը կարող եք պատկերացնել այ դրանք են հիմա
Այդ քարոզները ոնց են անում մեր դեպքում ժողովուրդ ջան, սրանք ոչ են բռնում են ինչքան փնթի sense անբարոյականներ կա, հա, տվյալ ազգի ներկայացուցիչ որ կա, вообще ընդհանրապես ամեն տեղ որտեղ որ ռուսայի թմա, եթե ինչ որ միտե ինչ որ մեկի ինչ որ մի պաշտոն նշանակում են, եթե տենում եք այդ ազգի ամենափչացածին քանեն կդան պաշտոնի, որ այդ երկիրը ուտի, հա, կեղեքի, գրփի, չրփի, ոչ ինչ ուզում եք անի, բայց իրանց մի բանը լինի լոյալ լինի, որտեվ եթե ղեկավարը լինի լեգիտիմ ղեկավար, ինքը կախված չի լինի իրանցից, բայց պետք է ինձ ղեկավարը լինի, որ լեգիտիմ չլինի, իրանցից կախված լինի, միշտ որ եթե մենք չլինենք, դու ղեկավար չես լինի։ Հասկանում ես, ամենաանբարոյականի տղուն կբերեն կդնեն այդ երկրի ղեկավարին, որ գրփի, չրփի ուտի, բայց իրանց խելոք լսի, հա, իրանց հետաքրքիր չէ ժողովուրդը թե ոնց կապրեն, ինչ կլինի, սովիս կմռնեն, կսատկեն, կապ չունի, իրանք թքած ունեն բոլորիդ վրա, դուք զրո արժեք եք։ Սրան էլ գումարած այդ ազգի մեջ ամենափչացածներին ինչ որ մի կերպ ֆինանսավորելով բան առաջ բրթելով կսարքեն ինչ որ տես կիսա բլոգեր, կիսա չգիտեմ ինչ, որոնք որ օր ու գիշեր այդ երկրի տրուսիկը լվալով կփորձեն լվանալ նաև ձեր ուղեղները հարգելի բարեկամներ, այդ քնայք քարոզչության ուժը հասկանում եք ձեր ուղեղները եւ այս ձև փորձելով միշտ պահել իրանց ազդեցությունը բայց այս մի հատ կարգին տղա ռախտվի առաջինը թռնելու են տենում եք մի ոնց Տրամպը ռաստվավ հա մի չասեք բա դու խես Տրամպին ասում կարգին տղա այսին իմաստով եմ ասում որ ուժը կա փողը կա ամեն ինչը կա այդ իմաստով եմ ասում Ամիթե իր քաղաքականությունը ձեր դուրը գալիս է չի գալի դա ուրիշ հարց է ինձ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետությունը եղավ այս էլ մի բան ասեմ մի քիչ եղվեմ բայց հեսա կվերադառնամ այն որ Նիկոլը գնաց ընդ Տրամպի հետ Տրամպը ուրեցումա թո Նիկոլը իթա ինքն է աշխարհի բանը տերը այսօր Նիկոլը որտեղ էլ որ իթա Տրամպի հետ լավ է Հետո ձևը կփոխվի, թո այդ այդ ձևը փոխված տեղը։ Մենք ոչ մեկի վրա չենք կարա մունատ գալ։ Մենք ընդհանրապես մունատ գալու դիրքերից այսօր չենք կարա խոսանք, որտեվ հիմա ուժն է հարց լուծում։ Այս պահին եւ մենք պետք է եթանք ուժի հետևից։ Ռուսը այդ ուժը չի։ Վերադառնալով, հա, թեմային, երբ որ Տրամպի նման ինչ որ մեկը ռաստագալի, իրանք տենում եք չկան։ Թռան, հələ էտի քիչ չի, դրանց նավերն էլ ընդից վեկալան գրավեցին, վեկ ռուսական նավերը ակաժներից բրոնդի Սուզանավ բան ղրգեց, ընդից ամերիկացի կասին, հեսա թռնենք ձեր դեմքին։ Ֆրանսին գնացին։ Սա իրականություն է, որը ոչ մեկ չի կարա բանանի։ Չկա աշխարհի վրա որևիցե մի կետ, որ սրանք մտել են ու ինչ-որ նորմալ երկիր են սարքել, որտեղ մտեք հանդեպ շրել են Սիրիան օրինակ, հենա Պարսկաստանը լավ է։ Չնայած նշեր որ նենց թույն ռուսական ագետներ էին նստած, բայց էլի այդ նույն դաշնակից էին իրար այդ տեստալի առնում են։ Չկա տես մի բան, Վենեսուելա, դու Կուբա մի հատ նայեք, լասներդ կգա, որտեղ որ էս ռուսները կան, Նիկարագուա կամ նայեք, արա, ղժալու երկրներ են, արա։ Դուք չեք պատկերացնում ինչ խայտարակություն է, որտեղ ռուսը կա, ընդե վերջ, այդտեղ հակվավ, կներեք այս խոսքից համար ժողովուրդ ջան, բայց ընդե վարի այդում Չկա որևիցե մի երկիր էս աշխարհի վրա, որտեղ ռուսը գնաց է փրկիլա։ Այս նրանց նման այս պետական, այդ դրանց պետականության նման, դրանց իշխանամետների նման պարազիտ այս աշխարհի վրա գոյություն չունի։ Եվ դրանց համար ծառայող անբարոյականները, հա, դրանց նման էլ պարազիտ գոյություն չունի։ Եվ ես սրա համար եմ կրկնում եւս մեկ անգամ, որ այդ որ երկրին կապնում են, ես ոնց նայում եմ, սա երկրների ազգայինականները ելնում են առ ասում են, որտեղ բռնինք ձեզի համար լավ չի լինելու։ Մեր մոտ քար լռություն ովտե հարց առաջանում ուր եք այդ էնում եք որ արդարացի են իմ պահանջները մեր ճակերտավոր ազգայինականներին ճակերտավոր որտեվ կասկած այստեղ առաջանում հարգելի ժողովուրդ սրա համար էլ ժողովուրդ ջան ես հիմա նորից ուզում եմ ձեզ հիշեցնել խնդրեմ որ չեք մոռանում ձեր լայքերը չեք մոռանում գրանցվեք իմ ալիքին որը որ շատ կարևոր է ինձ համար դուք ձեր լայքերով ձեր տարածելով միայն կարողանում եք ակտիվացնել նման եթերները ես չգիտեմ կա այսպիսի եթերներ մեր YouTube դաշտում որ հստակ կոնկրետ նշում է մեր պետականության վտանգը եւ նշում է որտեղ որ պետք է հարվածեն մեր ազգայինականներ իհարկե հարվածը պետք է լինի քաղաքական իմաստով հա ու ոչ թե պնդում է այ զոռում է որ պետք է ասते պատասխան տակ, հենց այս կետին պատասխան տակ, մի լռեք։ Ես չգիտեմ, եթե կան այսպիսի եթերներ մեր YouTube ալիքում, ընդհանրապես, ընդհանուր YouTube ալիքում։ Իհարկե հիմա սկլորացնենք, այսօր մենք չխոսացինք ինչ-որ հատուկ
Վարդան Ղուկասյանի մասին կամ չգիտեմ ընդ Լավրովի մասին, Արարատ Միրզոյանի կամ չգիտեմ մնացած մարդկանց մասին, ովքեր այս կամ այն կերպ առնչություն ունեին այս թեմայի հետ։ Մենք այսօր խոսացինք Հայաստանի մասին, Հայաստանի ինքնիշխանության, պետականության մասին, խոսացինք տեղեկատվական պատերազմի մասին։ Ես ուզում եմ, որ դուք սա շատ լավ ընկալեք։ Եվ իհարկե ուզում եմ հարց տամ հիմա ձեզի, դուք պատրաստ եք պայքարեք այս պատերազմում, այս քարոզչական պատերազմի դեմ, թե ուզում եք շարունակեք մնաք այդ նույն վախերով, նույն քարոզչության, ազդեցության տակ։ Գրեք ձեր մեկնաբանություններում։ Այսօր այսքան, ըստ էության հաջողություն։ Կեցե ազատ եւ անկախ Հայաստանը։